սենց ապրել ուղակի հավատացեք, էլի անհնար է ուղակի։ Պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները մեկ շաբաթ ժամանակ են տալիս Նիկոլ Փաշինյանին, որ տղաների ճակատագրի մասին վերջապես մի լուր հայտնի։ Հակառակ դեպքում ասում են ստիպված կլինեն դիմել ադրբեջանցիների օգնությանը։ Որոշել ենք, որ գնալու ենք հակառի կամուրջի ուղղության վրա։ Փորձելու ենք Ադրբեջանի այդ կարգավիճակ ունեցող մարդկանց հետ լուբոյ տարբերակով կոնտակտի դուրս գալ, այսօր 21-րդ դարն է, այսօր մեյլ կա, այսօր տարբեր հնարավորություններ կա։ Կառավարության մոտ լուր ակցիա անողները մտադիր են համագործակցել պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների ծնողների հետ, փորձել օգնել միմյանց։ Վստահ են, որ այնտեղ էլ կան ծնողներ, որոնց երեխաների ճակատագրերն անորոշ են։ Մենք չենք եթում իրանց հետ նստենք հաց ուտենք, մենք չենք եթում իրանց առաջ կզենք, գիրք վերցնենք դոշներից դեմ տանք 7-8-ի վրա լայն ժպիտ ունենանք, չէ։ Մենք եթում ենք հստակ գործով։ Այդ երեխեքի ճակատագրի չի կարա մնա սենց անվերջ, անորոշ։ Այս մարդիկ իրենց բախտակից ադրբեջանցիների հետ համագործակցելու մասին սկսել են մտածել, որովհետև ըստ նրանց կորցրել են հույսը, որ Հայաստանի իշխանությունը կամ միջազգային կառույցները մատը մատին կտան։ Ոչ մի պետական կառույցի վրա էլ հույս չունենք, ոչ մի միջազգային կառույցի վրա հույս չունենք, Եվրոպայի վրա չունենք, Ռուսի վրա չունենք, չգիտեմ Ամերիկայի վրա չունենք, մերոնց վրա չունենք ու չունենք։ Մեր հույսը այսօր մնացել ենք մենք։ Ուրիշ ոչ մեկ։ Ես համոզված եմ, որ Ադրբեջանում էլ են այդ մարդիկ իրանց հույսները կդրեն իրանց իշխանությունից։ Անհետ կորածների հարազատների մի մասը համոզված է, որ տղաները ադրբեջանական գերության մեջ են։ Ասում են ունեն դա ապացուցող լուսանկարներ ու տեսանյութեր, սակայն ադրբեջանական կողմը պաշտոնապես չի հաստատում իրենց հարազատների գերեվարության փաստերը։ Հայաստանի իշխանությունն էլ հակված է հավատալ Բաքվին։ Վարչապետը ինքն իր բերնով ասել, Ադրբեջանն ասում է, Ալիևն ասում է, չունեմ, անհետ կորածների մասով եմ ասում։ Ալիևն ասում է, չունեմ, ծնողները ներկայացնում են փաստեր, վիդեո ֆիքսացիաներ, որտեղ երևում է փաստ, որ Ադրբեջանի զինվորը մեր երեխուն տանում է գերության, բայց Ալիևն ասում է չունեմ ու Փաշինյանի համար Ալիևի չունեմը ավելի հիմնավոր փաստ է, քան վիդեոն։ Աստված կա վերև, ով մեզ ես այսքան ժամանակ չեմ, երբեք չեմ անիծե, բայց ով որ մեզ այս դատին արժանացրել է, թող իրանց երեխեքն էլ արժանանա։ Այդա Կարապետյանն ասում է 6 տարի լռել է հույսով, որ կառավարությունը աշխատում է կամավոր պատերազմ մեկնած իր որդու եւ մյուս անհետ կորածների ճակատագրերը պարզելու համար, սակայն համբերությունն արդեն սպառվել է, դանակը ոսկորին է հասել։ Վախկոտ, վերին աստիճանի վախկոտ կառավարությունն է։ Կներեք, ինքը իր երեխեքի տեղը չի կարում, ինքը չի կարում ղեկավարի, ուր մնաց, մեր երեխեքին ինքը գտնի բերիկ, ասեք։ Բոլորը ձեռ են քաշե, այն Արաբ Միրզոյանին վերջի ձուկ հարց լրագրողները հարց տվեցին, գերիներին ինչ ասեց, այդ ծնգլ արի։ Ծնգլ չենք անում կառավարությանը, պահանջում ենք հետևողական աշխատել եւ օր առաջ հստակ տեղեկություն հայտնել անհետ կորածների ճակատագրերի մասին, ասում են ակցիայի մասնակիցները ու ավելացնում, այդ ինչ խաղաղություն է բերել Փաշինյանը, որի պայմաններում մի հարց էլ հնարավոր չէ լուծել։ Աննա Գյուլնազարյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։